Գեղիշե Չարենցը շռայլ մարդու համբավ է վայելել և սիրել է հյուրասիրել իրեն այցելող ընկերներին։ Նաև անտարբեր չի եղել գեղեցիկ սպասքի ու կենցաղային այլ առարկաների հանդեպ։ Վահրամ Ալազանը հիշում է. Երևան վերադառնալուցս մեկ շաբաթ հետո այցելեցի իրեն։ Նա բաց արեց գրասեղանի ներքևի դարակը և 4 ճոթերից բռնած դուրս քաշեց Թիֆլիսում գնած չինական սփռոցը։ Սեղանի վրա դնելով բաց արեց, և ինչ, այնտեղ լցված էին մեծ քանակությամբ չոր մրգեր, ընկույզի և կաղնի միջուկ, քիշմիշ, թուզ, արմավ և շոկոլադի կտորտանք։ Այս ինչ բան է, զարմացած հարցրի ես։ Այ տղա, դաստախուն եմ սարքել։ Վերջերս կարդում էի Դոստոևսկու աղջկա հիշողություններն իր հոր մասին։ Այնտեղ նա գրում էր, որ իր հայրը սովորություն ուներ չոր մրգերից կազմված դաստախուն պահել և դրանով հյուրասիրել իրեն այցելողներին։ Որոշեցի Դոստոևսկու օրինակով ես էլ դաստախուն պահել։ Չարենցի կենսակերպի մասին խոսակցություններն իր հուշերում մեկնաբանում է նաև Ռեգինա Ղազարյանը։ Առաջին հայացքից Չարենցը կարող էր թողնել ցոփ կյանք վայելող մարդու տպավորություն։ Ծայրահեղ կարիքի մեջ անգամ նա ընդունակ էր անխնա շռայլել իր վերջին կոպեկները, հանուն հաճույքի։ Նա խնդրում էր մեծը, շատը, լիքը, լավը։ Խանութից գրամներով ոչինչ չէր գնում, ամեն ինչ վերցնում էր մեծ քանակությամբ, եթե դրա կարիքն անգամ չկար։ Միրգ գնում էր բացառիկ ընտրությամբ, ձմերուկը ամենամեծը, որն ինքն էլ դժվարությամբ էր խանութից տուն հասցնում։ Ճաշարանում պատվիրում էր բազում խորտիկներ, համտեսում միայն մեկը։ Ռեգինան նաև հիշում է, որ Չարենցն ինքը քչակեր էր, սակայն հյուրասիրության համար ոչինչ չէր խնայում։ Բանաստեղծի սովորույթները ավանդույթ են դարձել տուն-թանգարանում։ Այսօր էլ թանգարանի սիրելի հյուրերին միշտ սպասում է Չարենցի դաստախունը։